Գոյամարտ սերիալն իսկապես մտել է իր ամենաթեժ և ամենաբարդ փուլերից մեկը, որտեղ յուրաքանչյուր դրվագ նոր լարվածություն է բերում և ավելի է խորացնում արդեն գոյություն ունեցող կոնֆլիկտները։ Սա արդեն այն փուլն է, երբ հերոսները չեն կարող պարզապես ապրել իրենց կյանքը, նրանք ստիպված են բախվել անցյալին, ճշմարտությանը և իրենց ընտրությունների հետևանքներին։ Դավիթի վիճակը շարունակում է մնալ ամենացավոտ կետը, նա դեռ հիվանդանոցում է և նրա կյանքը կախված է շատ նուրբ հավասարակշռությունից։ Բոլորը հասկանում են, որ նրա փրկությունը ոչ միայն բժշկական հարց է, այլ նաև հոգեբանական, ընտանիքի համար։ Նրա շուրջ ստեղծված մթնոլորտը լարված է ծանր լի սպասումներով։ Վովայի գիծն այս պահին առանձնահատուկ հուզիչ է։ Նրա մայրը Օլգան, հասկանալով իր հիվանդության լրջությունը, ցանկանում է մինչև վերջ բացել ճշմարտությունը։ Նա այլևս ժամանակ չունի սպասելու, նրա համար ամենակարևորն այն է, որ Վովան իմանա ով է ինքը, որտեղից է եկել և ինչու է նրա կյանքն այսպես դասավորվել, բայց հենց այստեղ է ամենամեծ ցավը, Վովան հրաժարվում է լսել։ Նրա ներսում կա վիրավորված երեխայի ցավ, որը կարծում է, թե իրեն լքել են։ Նա չի ուզում բացել այդ դուռը, որովհետև վախենում է, թե ինչ կգտնի այնտեղ։ Նրա համար ավելի հեշտ է հավատալ, որ ինքը մենակ է, քան ընդունել մի ճշմարտություն, որը կարող է ամբողջությամբ փոխել իր կյանքը։ Օլգայի կերպարն այստեղ դառնում է ողբերգական։ Նա պայքարում է ոչ միայն հիվանդության դեմ, այլ նաև ժամանակի։ Նա ուզում է ասել ճշմարտությունը, բայց չի կարողանում, և ամեն րոպե, որն անցնում է, ավելի է ծանրացնում իրավիճակը։ Մյուս կողմից Լեոյի քայլը գնալ մակունցների տուն արդեն ցույց է տալիս, որ նա անցել է վախի սահմանը։ Նա այլևս չի խուսափում, այլ գնում է ուղիղ դեպի խնդրի աղբյուրը, բայց ինչպես սպասելի էր, Գրիշոն այնտեղ չէ։ Նա թաքնվում է։ Սա շատ խոսուն է նրա կերպարի համար։ Նա, ով երբեմն իրեն ուժեղ էր ներկայացնում, հիմա չի համարձակվում կանգնել իր արարքների առաջ։ Բայց այստեղ կա մեկ կարևոր հանգամանք՝ Հունանի խոստումը։ Հունանը խոստացել է, որ որդուն մենակ չի թողնի։ Սա նշանակում է, որ եթե նույնիսկ Գրիշոն թաքնվում է, նրա հետևում կանգնած է մի ուժ, որը պատրաստ է պաշտպանել նրան ցանկացած գնով, և հենց սա ավելի վտանգավոր է դարձնում իրավիճակը։ Լեոյի և Հունանի լուռ հակամարտությունը գնալով սրվում է։ Նրանց միջև դեռ շատ բան չի ասվել, բայց արդեն ամեն ինչ հասկանալի է։ Երկուսն էլ գիտեն՝ սա դեռ սկիզբն է։ Բարի շուտով գիշեր, ընկերներ, մենք դեռ նկարահանման ենք և առավոտից եմ նկարահանման և չգիտեմ ոնց շատ թարմ եմ։ Պարզապես վերևից այդ իրավիճակին նայելու տարբերակ դիտվում է որպես համաձայնություն, դա իրականում այդպես չէ։ Ես ուղղակի չեմ ուզում իջնել տվյալ հոդվածը, տվյալ նյութը, որը չի համապատասխանում բացարձակի մանձի իմ գործունեության հետ, չեմ իջնում տվյալ նյութը գրողի մակարդակին, չեմ իջնում տվյալ նյութը հեղինակողի մակարդակին, որովհետև նախ ես ժամանակ չունեմ և երկրորդ իմ կյանքում առավել կարևոր արժեքներ կան։ Ես չեմ կարող պատկերացնել այն մարդկանց, ովքեր ընթերցողին սնում են սուտ նյութերով, վաստակում են գումար, վերնագրում են դա աշխատանք, ու հետո այդ գումարով գնում են, հաց են գնում և ուտում են։ Ես չեմ հասկանում այդ մարդկանց, նույնիսկ երբ ուզում եմ պատկերացնել այդ մարդկանց, մտածում եմ, որ իրենք անմարդկային տեսք ունեն, տարօրինակ տեսք ունեն և այլն։ Ինչևէ, իմ մտերիմները միշտ ինձ մեղադրել են լռության մեջ, որ ես լուռ եմ, որ ես չեմ հերքում, որ ես կուլ եմ տալիս այն բոլոր թեկուզ վատ մեկնաբանությունները, որոնք հնչում են իմ նախագծերի վերաբերյալ, նախագծերի հետ կապված չարախոսությունները և այլն, անձնական։ Ես ինչու եմ լուռ, որովհետև ես արդեն ասացի, որ ես չեմ ուզում հավասարվել այդ մարդկանց բացարձակ, բայց հասկացա մի բան, որ լռելով այդ մարդկանց թևեր ես տալիս, որովհետև իրենք լռության իմաստը չեն հասկանում։ Ասում են, չխոսելով շատ բան կարող ես ասել, բայց հավանաբար մարդիկ չեն հասկանում այդ ամենի իմաստը, չեն հասկանում փիլիսոփայություն, չեն հասկանում հոգեբանություն, չեն հասկանում կյանքն ինչպես կա, մարդիկ մակերեսորեն են շարժվում։
Շատ հարցեր են ինձ տալիս, տարբեր թեմաների հետ կապված, օրինակ հարցնում են, արդյոք ես օգնում եմ կարիքավոր մարդկանց։ Այո, իհարկե։ Բա ինչու դա չի երևում։ Իսկ ինչու երբ որ պետք է օգնես, պետք է պարտադիր նկարես։ Այսինքն ես օգնում եմ, որ ցույց տամ, որ ես օգնում եմ։ Շատ մակերեսային եք իրականում, ու ես զարմանում եմ, թե ոնց է հասարակությունը այդպես ապրում։ Ոնց է հասարակությունը կարողանում հարթակային կյանքի արգղիկը վարդագույն ժապավենով կուլ տալ ու մտածել, որ դա այդպես է։ Ոնց են մարդիկ կարողանում ապրել, իրենց կյանքը թողած ապրել ուրիշի կյանքով։ Ձեզ թվում է, թե հիմա ժամանակները փոխվել են, ամեն ինչ շատ լավ է, արթնանում, միանգամից մտնում ենք այս էկրանի մեջ